Ավազակային արձակում, 14 տարի ազատազրկում։ Մայրս ինսուլտով հիվանդ պարգած էր, գումար էր պետք, չկարած այդ գումարը ջարել, ստիպված։ Դուք ու ձերովը քու կյանքդ խորդագեցիր, քու երեխեքիդ մեծանալին կրխուն չես եղել, որպես ծնող։ Ամենամեծ մեղավորը ես եմ։ Ես կյանքում հիշմարտի չեմ մեղադրել։ Լուբոյ մարդն է սխալություն կեն է կյանքում, բայց պիտի սխալությունը դու ես։ Դաժե մինչև առեսօր իմ հերս չի հավատա, որ ես եմ եղել։ Աղջիկս էլ ամուսնացած, տղաս էլ ամուսնացած։ Արդեն հատը ճուրս տեղած կերել եմ, գիտեմ ամեն ինչը։ Արթուր Լյովայի Էլոյան 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 03-ի սահմաններում որպես զենք օգտագործվող առարկաներով, դանակով եւ կպչուն ժապավենով փաթաթված գարեջրի ապակյա շշով զինված մտել են Շիրակի մարզի Ախուրի գյուղի բնակչի տուն, գույք հափշտակելու դիտավորությամբ։ Հասնելով հիշյալ գյուղի 3-րդ փողոցի 20-րդ տան մոտ, իրականացնելով իրենց հանցավոր մտադրությունը, հարձակում կատարելով ցանկապատն անցնելով, ապօրինի մուտք են գործել Մարո Վարդանյանի տան բակ, իսկ տան պատուհանի կիսաբաց փեղկը ֆիզիկական ուժի գործադրմամբ ամբողջությամբ բացելու եղանակով նաև Մարո Վարդանյանի բնակարան։ Լսելով տանը գտնված Մարո Վարդանյանի դստեր Մարի Վարդանյանի ձայնը, Արթուր Էլոյանը վազելով մտել է նրանց գտնվելու սենյակ եւ անկողնում պառկած Մարո Վարդանյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կպչուն ժապավենով փաթաթված գարեջրի շով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին եւ ամնի տարբեր մասերին։ Անհետև Մարո Վարդանյանին պառկեցրել են անկողնու վրա, սավանով կապել է վերջինիս բերանը, ձեռքերը եւ ոտքերը, սպանությանը եւ տունը հրկիզելու սպառնալիքներ տվել։ Որից հետո Գրիշա Մարտիրոսյանի հետ հափշտակելով Մարո Վարդանյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով 6,760,000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ոսկյա զարդերը, կանխիկ գումարը, պլանշետը, դյուրակիր համակարգիչը, վիճային հեռախոսները Մարո եւ Մարի Վարդանյաններին թողնելով կապված վիճակում հեռացել են։ Այս արարքի համար Արթուր Էլոյանը ազատազրկման է դատապարտվել 14 տարվա ժամկետով։ Էլոյան Արթուր Լյովայի։ Քանի տարի առաջ հայտնվեցիք բանտում։ 14 թվականին դեկտեմբերի 4-ին հայտնվել եմ քրեակատարողական հիմնարկում։ Ինչ էր տեղի ունեցել։ Ավազակային արձակում։ Բնակարային խոշոր չափը հափշտակում էր։ Եվ դատարանը որոշեց 14 տարի ազատազրկում։ Ձեզ մեղավոր ճանաչում եք։ Այո, մեղավոր։ Հանցանքի համար մեղավոր։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ։ 35։ Կարիքը դրթեց գնալ, ինչ եղավ։ Կարիքն էր։ Ծնողիս իմ մայրս ինսուլտով հիվանդ պարգած էր։ Գումար էր պետք որ վերականգնեի։ Հրեվախտը Ռուսաստանը աշխատում էի, եկել էի ամեն ինչ նորմալ էր։ Ծախսեր, սախոկացի հետևե արդեն գումար էր պետք, չկարած այդ գումարը ջարել, ստիպված ու ավելի շատ վնաս տվեցի համ ընտանիքիս, իմ մամայիս մահացավ շուտ, ավելի դարդերը շատացավ, շուտ մահացավ, մեղավոր սախյանքս մեջս հետիք մնար ու մեղավոր եմ։ Կարացեք մայրիկի ուղարկավորության մասնակցել։ Ոչ, չթողին։ 14 թվականին այն վաղտը դատապարտյալներին չէին թողա էլի, մերժել էին։ Մայրիկի համար գնացիք այդ քայլին, որ հասցնեք անգամ մայրիկի ուղարկավորությանը ներկայացաք։ Չէ։ Առաջին անգամ մուտք գործեցիք բանտ։ Նշեցիք, որ ընտանիք երեխա։ Այո։ Մեծ են երեխաները։ Արդեն աղջիկս էլ ամուսնացած, տղաս էլ ամուսնացած, կնոջս բաժանված եմ, իմ հերս եմ, մենակ տունն է, տղաս է զինծառայող է։ Ծառայությունը պրծել է, աշխատիկը հայրենաց ծառակերով աշխատում է, պապայիս հետ կավրին։ Տեղս էլ է նշան տրած է, ընկերուհի ունի, սպասենք գնձի, որ ազատվիմ, հարսանիք ենենք, բերենք տուն։
երբ որ դատարանն ասեց 14 տարվա ազատազրկման եմ դատապարտում Էլոյան Արթուրին, ինչ զգացիք դատարանում։ Այդ բանը անհնարին էպես բանը նկարագրել, որ Երևանչուրովը ծերուհեն լծեն, չես պատկերացնում, գիտես, սրելն է 14 տարի, սես հակ ազատվից շուտ, բայց հետև խորոր մտածես կյանքից սա ամեն ինչը նրբությունները սա դու չես ճովի ինչ կատարվի քոզ հետ, բայց հետագայում այսքոր դու քու ծերովդ քու կյանքդ խորդագեցիր, քու երեխեքիդ մեծանալին կրխում չես եղել, որպես ծնող հայրական խորհուրդներ չես կրնա տա, սա դու քեզի շատ մեղավոր կզգաս։ Եկել են գրակատարական հիմնարկ մարդիկ ընդունել են ընձի կամերեն հատկացել խուցը դատական պրոցեսները որ կես տար արդեն ու կար հետև ես մտել եմ չվարսադրվող աշխատելու, հետև գրանցվել եմ վարսադրվող շինարարական բանով, ռեմոնտ ոչ, պես խառը գործեր կենենք։ Եղան հարազատներ, որ երես թեքեցին, ավազական հարցակում է եղել։ Ով? Հարազատներ, որ ձեզնից երես թեքեցին։ Չեն հավատար, այն հարազատներս, որ իսպես, ես դուսա աշխատել եմ կիշտը, ես բան չեմ եղել, ես ամեն, դաժը մինչև արեսօր իմ հերս չի հավատա, որ ես եմ եղել։ Ես կյանքում հեշ մարդու չեմ մեղադրել, սիգսպես, ամենամեծ մեղավորը ես եմ։ Դու քեզ մի մեղադրես, ուրիշ մարդը կապ չունի դու դեբիլություն ես կներեք, դեբիլություն ես հիմարություն ես երել, ամենամեծ մեղավորը ես եմ։ Ես կյանքում հեշ մարդու չեմ մեղադրել։ Բանտում Արորյան ոնց էր կազմակերպում։ Պրավուլկի կելնիսկը կործից շպում է, կանսնի, կամած սկզբից դժվար է չէր ասնի, հետև արդեն աշխատիս որ սերվիս չմտածես շատ տան համար շատ որ մտածես կա ավելի դարդ է շատ նագը, պես հոտ վադնաս կպան կենես, բայց ավելի ճիշտ է նոր համար մտել եմ այդ կաշխատիմ, որ ուղեղս ծվրվի, քիչ մտածեմ ընտանիքի համար, օրս կանսնի, հարկասու այսօրվա տերությամբ գրակատարական մինարգը շատ բաներ կառաջարկ է, կալանավորին աշխատել է, դժգոհ չենք։ Ինչ եք անում դուք։ Ինչ եք աշխատում։ Ամեն ինչ ռեմոնտ։ Ամեն ինչ։ Սաբաղից բռնած, ներկայացություն, ամեն ինչ։ 20 թվից ես կաշխատեմ։ Ամենաշատը ինչի համար եք ափսոսում։ Ինչ։ Երեխեքիս մեծանալը։ Երեխեքի մեծանալը, որ կխին չեմ եղել, ծանողիս գործերի, իմ պատճառով, ավելի շատ իշխոր մարդուն, ես արվատարացամ երեխու աղջիկաս կողքը բլերնեի, տղոս կողքը բլերնեի, հա իմ հերես համ կանգնած է, բայց ծանողի երած կողքը կանելը չի յանի, ծանող է յանի, մարդատիշ։ Ձեր համար ինչ էր վատը, ինչ դասեր տվեց պարոն Էլոյանին։ Դասեր շատ բաներ, չես կարող կիսվես, որովհետև շատ բաներ կա, ինչ ձևի, համ կուղ է, համ չես կրնած պես կողմնորշից ձեզ ես ռեալ հարցը չեմ կրնա պատասխանել։ Քու կյանքից որ կեշտաս, անազատության մեջ ես, էդ է։ Թե չէ մարդիկ նույն մարդիկ են, աշխատակազմը նույն մարդիկ ավելի նորմալ վերաբերվին չէ, ինչ հարց կարող ունենաս դիմես ազնական ընտանիքի տան մարդիկ թուրքուդան զանգելու, ելնի զանգելու, տեսակ զանգով։ Տեսակցություններ կան, ով է ձեզ գալի հարազատներից ավելի շատ տեսնելու, հայրիկը գալիս է, երեխաները։ Պես ամիս չկա իմ հերս, երեխեքս չկան։ Ամեն ամիս կերել է, որ ամիսն պես փաստեն տվել, էլի եկել են պես, եկել են, տնեցամ կս եկել են, վեշնի։ Բաժամկետին ենք տվել եմ, սպասում կը պատասխանին, տեսինք, ասված առաջ, կարող է թողան, կարող է չթողան։ Ուզում եք տուն գնալ։ Հա, ինչքան նստանք հերիք է։
Պարզ է, որ դուսոր եկանք, ասվածտար դուս եկանք, արդեն պիտի նայենք, աշխատենք, էլի աշխատենք, ընտանիք պահենք, կառուցենք, թե չէ դուք որ կսեք, տեսի, պարզ է, տեսի ժողովուրդը գիտեն, էսի ժողովուրդը գելու քազան են, բայց չէ, մենք էլ ենք մարդ, լուբոյ մարդն է սխալություն կեն է կյանքում, բայց պիտի սխալությունը դու ես, պարզ է, շատ մարդիկ կսեն, կաղուտի ժողովուրդը սպես է, չէ, նույն արունն ենք, նույն միսն ենք, պայտակս լուբոյ մարդն է սխալություն կեն է, սպես մարդ չկա, երաշխավորից ես կաղուտ չեմ եղնի, ասվածտա չեղնի, բայց փորձանք, որը հնգավ, բայց էլի սաղս է մարդ ենք, դեակ, մենք երդ նստած ենք, շպվինք, կարդեն կզգակ, դուք ավելի իշկան ես կուզ արդայդվին, բայց դուք արդեն դուք իշխոր ռենգեն են եք մարդում, արդեն գիտեք, որը որդ սաղն է, սխալ բաներ ունին, բայց պիտի աշխատից տզես, Բանտը ձեզ ուղղել է, չեք վերադառնալ երբեք։ Չէ, կյանքում։ Գնում են գալիս են ասում։ Լիժբի ես իմ բանով պատասխանեմ, որ ես կյանքում էլ կուզե ինչ ելնի, ես էլ ստեղ չեմ կա։ Արդեն այդ հացը ջուրը ստեղած կերել եմ, գիտեմ ամեն ինչ է, նրբությունը։ Կյանքում։ Մի պատմություն հիշեք, որ ձեր միշտ ձեր հետ կտանեք, դուրս էլ որ գաք տանելու եք ձեր հետ։ Դեպքեր եղել է, համարտիկ է մահացել են, բայց ցավալի է, մեխ զղջասկը որ մահացել է, բայց ինչ անես, չեմ կարող պատմել։ Բայց եղել են։ Եղել է, դեպքեր եղել է, մարդիկ միամիտ ինֆարկտ է ստացել, մտածում ունքից ընտանիքի մասին մտածելով, այդ ինքը առոշ, լիովին առոշ, ուտպես մարդը չի պատկերացնում պատահական ինֆարկտը զարգես մարդը մահացավ։ Ծնունդները ոնց եք նշել։ Նշել եք նշեք։ Տրեցոք տորտե մորտե պերենգե քու սակամերնիկներով նստինքը նշենքը բանակի նման նշում եք այսօրն էլ անցավ։ Հա, ես լիժբիտ կալենդարից մեջը պարդադի ես ամեն օր կելին չնջեմ կա, պարդադիշ։ 11 տարին է ջնջել եք։ 11 տարին չէ, 20 թվից, մոդա 21 թվից ես սկսել եմ ջնջել է։ 21 թվից ինչ ա փոխվել, որ ամեն դեպքում 20 թվից սկսեցիք աշխատել, 21 թվից սկսեցիք ջնջել, ինչ որ հույսեր ծնվեցին։ Հա, հույսի արդեն նայես կալանկը իշկան ես նստել, իշկանը մնացել, արդեն վաղը ժամկետ կուկա, արդեն նրբություններ, կուզես որ շուտեմ պրձենիս էլի նշես կը, ստոդ ներկա սալատին ճրջնջեք այդպես է, հիժվի ես եմ։ Որ դուրս գաք, առաջին բանը որ անելու եք որն ա լինելու։ Առաջի հեշտին մորս գերեզմաններ դեշտամ, նոր տուն էշտամ, ու էդև իմ ընտանիք, իմ հարազատներից, քուրի երեխեքից հավաքեմ, յարկելով, կարոտս առնեմ։ Ասված առաջ, ինչը ցանկանան թող տեսեն են։ Իմ ուժերից վերև դադարան ինչը կորոշի է, ինչը կենե արդեն ես դիգես չեմ կարասը։ Երբ է ձեր դատը լինելու։ Սպասում գվեջերիս, կարող պայտակ, հեմի տուսելնինք, խաբարին սենելու են, պատրասի տուն կեշտաս։ Կարող է կասեն, Էլոյան ջան մնացիշ, ընգել ենք պրի կաշեք։